Մինչ ռուսական կողմը Երևանի նոր ատոմակայանի կառուցման տարբեր ծրագրեր է մտադիր առաջարկել, հայկական կողմը դեռ չի բացահայտում, որ երկրի ծրագրին է վերջո նախապատվությունը տալու։ Ավելին, 9 ամիս առաջ այդ նպատակով ստեղծված ատոմային նոր էներգաբլոկի կառուցում պետական ընկերությունը դեռևս կազմավորման փուլում է։ Մենք պետք է որոշում կայացնենք, որ պետք է ունենանք ատոմակայան եւ այս ատոմակայանը, որ կա գործող, դրա շահագործման ժամկետը մինչեւ 2026 թիվն է, կարող ենք նաեւ 10 տարով էլ հետագայում երկարացնել, այսինքն մենք ըստ էության մոտավորապես 10 տարվա ժամանակ ունենք, որ կարողանանք նոր ատոմակայանը կառուցել։ Տարածքային կառավարման նախարարությունից փոխանցում են, որ անցած օգոստոսին ստեղծված ընկերությունն այս պահին կադրերով է համալրվում, շուտով տնօրեն կունենա, բայց զուգահեռ զբաղվում է մոդելների ընտրությամբ, նաեւ ներկայացված առաջարկների քննարկմամբ, այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում։ Երեկ Ռուսաստանի դեսպանն էր այցելել Մեծամորի ատոմակայան ու այնտեղ հայտարարել, Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմակայանի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր, ըստ հայկական կողմի ընտրության։ Ըստ լրատվամիջոցների Սերգեյ Կոպիրկինը կրկին առաջ է տարել Ռոսատոմի առավելությունները, ասել, որ այն ռեակտորների մեծ տեսականի ունի, ինչպես մեծ, այնպես էլ փոքր հզորության։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որ հետևում է ատոմակայանի շուրջ զարգացումներին, պատահական չի համարում ռուսական կողմի ակտիվացումը։ Կարծում եմ ռուսական կողմը նաև ակտիվանում է այն պատճառով, որ ամերիկյան կողմն է նաև ակտիվացել վերջի շրջանում, հունվարին, որ այդ համաձայնագիրը կնքվեց եւ որի շրջանակներում այսպես նախագծը իրականացնելու որոշում կայացվեց, սա եւս կարծում եմ ազդակ է ռուսական կողմի, որ նրանք պետք է այս շուկան չկորցնեն։ Երեկ նաև փոքր ռեակտորով կայան կառուցելու առաջարկ արած Մոսկվան դեռ 1 տարի առաջ խոսում էր մեծ կայանի մասին միայն, ինչ փոխվեց անցած 1 տարում։ Դեսպանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի ատոմակայանը խորհրդային ծագում ունի, իսկ դրա իրավահաջորդը հենց Ռոսատոմն է, եւ որ երկու երկրների չափորոշիչներն այս առումով ընդհանուր են։ Ատոմակայան Ռուսաստանի դեսպանի այցից առաջ ռուսական մամուլը գրեց, թե Կրեմլում Հայաստանի հետ հարաբերություններն այսուհետ համակարգելու է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Նա երկար տարիներ 2005-ից 2016 թվականներին եղել է Ռոսատոմի տնօրենը։ Նրանք փորձում են այսպես քայլեր իրականացնել, հայկական կողմի հետ որոշակի պայմանավորվածություններ ունենալ, բանակցել եւ այլն։ Ու մինչ կառավարությունը ժամկետներ չի նշում, թե երբ որոշում կկայացնի նոր էներգաբլոկի կառուցման երկրի ու մոդելի հարցում, ատոմակայանի տնօրենը ռուս դիվանագետին հայտնել է, դրան կարելի է սպասել հաջորդ տարի։ Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, թե որոշողն իրենք չեն, այլ կառավարությունը։ Էներգետիկ անվտանգությունը կարևոր բաղադրիչ է ցանկացած երկրի համար եւ Ռուսաստանի պարագայում Հարավային Կովկասը վերահսկելու էներգետիկ նաեւ որոշակի կառավարման լծակներ ունենալու տեսանկյունից շատ կարևոր կլինի, որ ինքը շարունակի Հայաստանի ատոմակայանի նկատմամբ վերահսկողություն ունենալ, կառուցի այդ ատոմակայանը եւ նրա կարող ենք ասել երկարաժամկետ ռազմավարությանից էլ է բխում դա։ Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին 11 տարի է մնացել։ Նորի կառուցման համար էլ 10 տարի կպահանջվի։ 2036-ին Հայաստանը պետք է նոր ատոմակայան ունենա, որն էլ կկառուցվի հնի Մեծամորի տարածքում կամ առնվազն նույն կամ ավելի մեծ հզորության։ Ուղիղ 1 տարի առաջ Երևանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Հարավային Կորեայի հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հուլիսի սկզբին հայտարարեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։ Գրիգորյանի այս հայտարարությունից ամիսներ անց Երևանն ու Վաշինգտոնը սկսեցին բանակցել միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ։ Հայտնի չէ, թե ինչպես ու ինչ ելքով կավարտվեն բանակցությունները, բայց միայն համաձայնագրի ստորագրումից հետո ամերիկյան ընկերություններն իրենց միջուկային տեխնոլոգիաները կարող են Հայաստան բերել։ Ատոմակայանի շուրջ զարգացումներն ուսումնասիրող տնտեսագետը կարծում է, որ այս կառավարությունը չունի բավարար ռեսուրսներ լուծելու այս հարցը։ Սա համար մենք պետք է ունենանք քաղաքական կայունություն, կանխատեսելի իշխանություններ եւ այլ բազմաթիվ հարցեր կան։ Հայաստանում սպառվող էներգիայի մոտ 40%-ն արտադրող Մեծամորի ատոմակայանն ի դեպ մյուս տարի նորոգման պատճառով 4.5 ամիս չի աշխատելու, թե դա ինչպես կանդրադառնա էներգամատակարարման վրա, պաշտոնյաներն առայժմ չեն պարզաբանել։